Մի բաշակ ջուրը, եթե իշխանականի կամ իշխանամերձ համարվողի ձեռքում է, ընդամենը ակցիայի ատրիբուտ է։ Դե հիմա մաքուր ջուր է, զայրացած պահին զայրացողը կարող է լցնել զայրացնողի վրա։ Այդ նույն մի բաշակ ջուրը, եթե ընդդիմադիրի կամ ընդդիմադիր հայացքներ ունեցողի ձեռքում է, զայրացնողի վրա լցնելը արդեն խուլիգանություն է։ 200 միլի ջրի համար իմ ամուսնուն դատապարտեցին 2 տարի եւ մի քանի ամիս։ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը Աստղիկ Գալեյանը սոցցանցում արդարադատության նախարարությանը նշելով է հիշեցրել. 2023 թվականին իր ամուսինը Գարիկ Գալեյանը ավելի քան 2 տարի ազատազրկման է դատապարտվել դատախազության շենքի մոտ, ինչպես բողոքի ակցիայի մասնակիցներն են ասում, սադրիչի վրա 200 միլիլիտր ջուր լցնելու համար։ Չգիտեմ, երևի Գարիկի արյունը կարմիր չէր, հա, կամ էլ նիկոլական չէր, գրել է Գալեյանը։ Հրապարակել մի հատված իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Էոանիսյանի ու Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանի բանավեճից։ Ավելի քան 1 տարի է անցել այս բանավեճից։ Դանիել Էոանիսյանը պատասխանատվության չի ենթարկվել, ավելին չի էլ կանչվել, որովհետև իշխանականների աչքի փուշը չէ, ու նրա դեպքում ընդդիմախոսի վրա ջուր լցնելը խուլիգանություն չէ։ Պետք է ինքը արդեն վաղուց պատժված լիներ Էոանիսյանը, հիմա էլ Անի Խաչատրյանը։ Բայց գիտենք բոլորս էլ, որ իրանք սահուն կերպով դուրս են գալու այդ ամեն իրավիճակից։ Լսել է Աստղիկ Գալեյանը պնդումը, գործ տվող պետք է լինի, որ գործ հարուցվի, բայց լսել է նաև, որ սա դոգմա չէ։ Մի անգամ այսպիսի մի բան լսեցի, որ եթե անգամ տվյալ անձնավորությունը բողոք չի հայտնում, ապա տեսախցիկի նկարածը բավական է, որ դա համարվի հաղորդում հանցագործության մասին։ Եվ հիմա չգիտեմ, մեր իրավապահ մարմինները եւ այլն այս աչքերները երևի իրանց կույրացել է, իրանք չեն տեսնում, մենակ Գարիկի պարագայում են դա տեսել։ Զայրանում, բայց չեն զարմանում Գալեյանները։ Ինչ սպասել Փաշինյանից, որ բացահայտ է հայտարարում։ 2026 թվականի Հայաստանը իրենց ամենահաջողված պրոյեկտն է իր զոհերով ու զոհողություններով։ Ականատես լինում ենք մեր հերոսների արդեն նկարների, այսպես ասած, ու բորկային իրանց ասած։ Բարի փոխաբերական իմաստով ջրում են նվիրականը, պատմականն ու ազգայինը։ Բարի ուղիղ իմաստով ջրում են ընդդիմախոսներին, մնում անպատիժ, մեծացնում նոր, այսպես ասած, ջրոցիների հավանականությունը։ Փաշինյանի իշխանությունը մեկ նախադասությամբ այսպես են բնութագրում ընդդիմախոսները։ Արփիս Քեսյան, Նորեր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։